Իխորոց ծրտի խոսք Աստծո հետ, Աստված բարերար, հզոր, ահավոր, շնորհատու Հայր, բարի, ողորմած, անունն իսկ մեծիդ միայն գթություն, ընտանություն է ավետարանում, քաղցր ես մինչև իսկ ապերախտների, ժանտերի հանդեպ, քեզ նման է և որդիդ, ձեռքիդ պես զորավոր ձեռքով, տերության պահեղ ինքնաժամանակ, և արարչությամբ բարձրացած քեզ հետ, այլև Սուրբ Հոգին քո ճշմարտության բխած քեզանից անսպառորեն, իբրև կատարյալ գոյի իսկություն, էականություն մշտնջենական, ըստ ամենայնի հավասար է քեզ, իսկ իշխանությամբ փառագիծ որդուդ, և որպես եռյակ անձնավորություն համակ անքնին, տարանջատ եք դուք ինքնությամբ ուրույն և միավորված համազուգությամբ, բնությամբ նույն գոհ, իսկությամբ հատուկ, անշփոթելի ու անանջրպետ, միևնույն կամքով ու գործակցությամբ մեկըդ մյուսից ոչ ավագ է, ոչ նվազ, մինչև իսկ մի ակնթարթով, այլ ճանաչվում եք որպես համաշունչ, սկզբնապատճառ, երկնային սիրո, անստվեր լույսի, սրբասածության միակ պսակով անսկզբնաբար, աստվածաբանված, արդ եռափառյան ձեր դավանության խոստովանությունն այս վերաձայնված, որը Պետրոսին հավատքի վեմի մեծ երանության արժանացրեց, թող որ բարեհաճ իր հրամանով փնտրողդ, գերուս նաև մեղքերով դատապարտյալիս արդարացնի հրաշանորոգ, թեպետև դու, Տեր, անօրինողն ես և պարգևների և ողորմության, սակայն ոչ այնքան պարգևներով ես հռչակված, որքան ողորմությամբ քո, զիառաջինը միայն որպես վարձ հայտնում է գործերն առաքինական, մինչդեռ երկրորդը բարձրացնում է փառքը բարձրյալիդ, քանզի պարգևը փոխհատուցում է վաստակի դիմաց, ողորմությունը այնինչ անհատույց բարերարում է մեղավորներիս, և արդ մարդկային գործերը թող որ իրենց զորությամբ չգերազանցեն քո շնորհներին, գթառատ Աստված, եթե մինչև իսկ մեր այս հոսանուտ բնության բոլոր օրենքներից էլ վեր լինեն նրանք, թող հաղթող լինի անչարությունը քո երկայնամիտ և գործերն համայն երկրածիններիս նվազ լինեն միշտ քոնոնց նկատմամբ, չէ որ և նրանք, որոնք մաքրությամբ պարծենում էին իրենց օրենքին ապավինելով, և ծագեց լույսը, ներկայիս գուշակ քո արդարության, հրեությունն այդ հետևյալ համորեն, անձկությամբ լքված ու նվաստացած, տարագրական եղկերիներից նույնիսկ ավելի, կարոտ զգաց քո մարդասիրության, քանզի ամեն ինչ հնարավոր է քեզ, ով բարերար, լսիր դառնահեծ պաղատանքներիս, որ բարձրաղաղակ առաքում եմ քեզ, ողորմիր, կյանք տուր ու մարդասիրիր, քանզի քաղցր ես դու ու երկայնամիտ, փրկիչ, քավող և քեզ փառք բոլոր հավիտյանների ազգերից, ամեն, պաղատում եմ քեզ,
լույսի ճառագայթ, արքա երկնավոր, գովյալ անպատում, որդին միածին անճար Աստծո, խոնարելով քո ունկն ու վերստին մերձենալով ինձ, բարձրյալ բարեգութ, կյանքի ապավեն, անսա, չարաչար վիրավորվածիս հառաչանքներիս այս նվաղաձայն։ Երբեք ոչ միտեղ չի հիշատակված, թե սրախոխող նավազակներից աղաչել է քեզ։ Զի կարկամած էր, զի արձակել նամեծիդ ետևից պաղատանքի ձայն, զի պապանձված էր, ոչ էլ տատանվող դողդոջ մատներով վիշտն ու աղետն է հայտնել տեսողիդ, զի խորտակված էր, չի սևեռել քեզ արտասվաշաղախ ու կողկողագին հայացքն աչքերի, զի մեղապարտ էր, ոչ էլ միջնորդի բարեխոսությամբ գթառատ կամքդ է շահել աշխատել, քանզի լքված էր։ Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց, փորձելով ճմլել սիրտը գթածիդ, զի հուսահատ էր։ Ծնկների վրա ինչպես ոտքերի գարշապարներով չուղղեց դեպի քեզ, քանզի անզոր էր տեղից բարձրանալ։ Երբ համարվում է դեռևս կենդանի, մեկը կիսամեռ քիչ է տարբերվում արդեն մեռածից, նա մանավանդ որ թեպետ խրատվեց մեծիդ խոսքերով, բարերարվեց քո գթասրտությամբ ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, այլև հեստաբար ապստամբելով անցան բանակն իր թշնամիների, դաշնակցեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ։ Բայց դու բարերար ու բազմապարգև, անոխակալ ու ամենակեցույց, ոչ միայն մեղքերն այդ չարագործի չպահեցիր քո հիշողության մեջ, այլև խոսքով իր չկշտամբեցիր, ոչ թե ընկածին ոտնահարեցիր, այլ կարեկցաբար մոտենալով դեռ ծայրագույն խնամք ցույց տվիր նրան, չաճապարեցիր քահանայապես վրա պրծնելով, խորտակել ծանր վիրավորվածին, ըստ Ահարոնյան տկար օրենքի, որ զորավոր էր միայն բռնալի քարաձգությամբ ու անեծքներով դատապարտելու, մահ գործելու մեջ, ոչ էլ ղևտական անկատարագործ կարապետի պես, որը երկուսի միջասահմանում իբրև անջրպետ հնի լրումն ու սկիզբն էր նորի, ունայն հոգեզուրկ ապաշխարության մի հրավիրակ։ Նայեցիր վշտին վիրավորյալի, այլ որպիսի նա արմատակտուր սատակիչ կանցնի օրինակով և քո մեջ չտեսներ պաշտոնը մահվան ու ահից մեռներ, ասորեստանցի պահապանանուն հեթանոսների տեսքն ընդունեցիր, որոնք վերցնելով օրենք նրեական պահեցին անկեղծ, մինչդեռ հրեաներն իրենք մոռացան, ու մեր բնությամբ կերպարված մարմնով ազատագրության ավետիսը մեծ համբավեցիր և օտար ազգերին, ու աստվածային, անկեղծ, անապակ ներգործությամբ քո ձեռքը կարկառելով, երբեմնի մահվան մեղապարտ մարդուն իր սերունդներով ոտքի կանգնեցրիր։
ուրախացրիր սիրտը վշտաբեկ, հուսահատվածին գոտե պնդեցիր, զվարթացրիր թշվառին նորեն։ Սուրբ Ավազանի կենարար օծմամբ, լույսի բաժակով բարգավաճեցիր, նորակերպեցիր երկնային հացով, կենսատու մարմնով քո արարչական, երջանիկների, ընտրազունների վերակացությամբ խանդաղատանքով ամոքեցիր ու խնամարկեցիր և հանդարտ ընթաց գրաստի անքույտ խնամքին հանձնած պահեցիր անփորձ մինչև հանեցիր հարկը լուսեղեն։ Նախնյաց ու երկրորդ կենդանապարգև զույգ կտակների միջոցով նորից մարդասիրաբար ապաքինեցիր և թևատարած մի արծվի նման առնելով նրան, ինչպես արեցիր Մովսեսի օրով, առաջնորդեցիր բարության երկրի հանգստարանը քո անդորավետ, վարդապետներին հրամայելով խոսքի կերակրով սնուցել նրան։ Դու, որ ծայրագույն լույսդ բարության ամեն ինչի մեջ բովանդակապես հրաշագործեցիր և պառակտիչից գանձը գողացած սեփականելով ստացվածքը քո վերադարձրիր քեզ, փրկիր նաև ինձ։ Մեղքի պարտքերից մաքրելով իսպառ, դու, որ անհատույց պարգևում ես և անպատրաստներին, նրանց հետ նաև ինձ տուր քավություն ու բժշկություն, բարեգութ, զորեղ, անճար, անքնին, անեղծ, ահավոր, օրհնյալ մշտապես հավիտյաններից հավիտյանս, ամեն։